Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ։ Այսօր իմ զրուցակիցն է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Ղազարյան, վերջին 2 օրվա այսպես ամենաաղմկահարույց հայտարարության հեղինակը երևի Արցախի հերոսի կոչում կրող նախկին զինվորական Վիտալի Բալասանյանն էր, որը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է շարժվի Ռուսաստանի հետ միութենական պետության կազմում ընդգրկվելու համար։ Հիմա իմ հարցը այսպես ձևակերպեմ մի քիչ հեռվից գալով։ Սրանից մոտ 5 տարի առաջ, երբ ես հանրային հեռուստաընկերությունում էի դեռ, իմ հյուրն էր Արսեն Թորոսյանը, որպես պատգամավոր ձեր նախկին գործընկերը, եւ ինքը այնտեղ պնդեց, որ Վիտալի Բալասանյանը հոգեկան խնդիրներ ունի։ Սա բավական բարի բնորոշում է այն իմաստով, որտեղ դրա հակառակը ըստ էության մեղսունակության առկայությունն է։ Դուք համաձայն եք պարոն Թորոսյանի հետ։ Պարոն Թորոսյանը ակնհայտորեն ունի մասնագիտական որոշ հմտություններ, բժիշկ լինելով, որոնց ես բնականաբար չեմ տիրապետում։ Բայց թիմակցիս հետ գաղափարական առումով բնականաբար կիսում եմ իր որոշ մտորումներ, գրեթե բոլոր մտորումները պարոն Թորոսյանի պարագա, բայց ես չեմ զարմանում, անկեղծ եմ ձեզ ասում։ Սա հերթական հայտարարություն է նմանատիպ մեր քաղաքացիները կհիշեն Վարդան Ղուկասյան, Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից հնչող հիմա Վիտալի Բալասանյանը ըստ էության, ընդդիմության հավաքական արձագանքն է մեր շուրջ տեղի ունեցող իրողությունների։ Շատ լավ է, որ իրենք խոսում են։ Ես շատ ուրախ եմ, ես կարծում եմ իրենք պետք է անդադար խոսեն։ Ես սպասում եմ, երբ որ Սամվել Կարապետյանը նույնպես կխոսի, որովհետև ինչքան իրանք խոսեն, այդքան ի ցույց կդնեն այն, որ մենք որպես քաղաքական ուժ ճշմարիտ ենք, որ իրենք դեմ են մեր անկախության, ինքնիշխանության, եւ երբ որ մենք ասում ենք, որ եթե դուք քվեք տալի իրենց քվեք տալի պատերազմի, սա չափազանցություն չէ։ Եվ ես քաջալերում եմ, որպեսի ընդդիմադիր տարբեր օղակներ, որոնք հայտարարել են, որ միանալու են ի վերջո, շատ խոսեն։ Մեր քաղաքացիներն պետք է իմանան ում են քվե տալու եւ ինչ օրակարգով։ Այսպես միջանկյալ մի հարց, չասեմ մեղադրանք, բայց այսպես մի թեզ է շրջանառվում վերջին 2 օրվա ընթացքում, որ Վիտալի Բալասանյանն իրականում ձեր կողմից է, նկատի ունեմ քաղաքացիական պայմանագրի, այն իմաստով, որ այս հայտարարությունների ֆոնին քաղաքացիական պայմանագիրը վերածվում է անկախության համար, ինքնիշխանության համար առաջամարտիկ։ Չէ, ես նման կոնսպիրոլոգիական թեզեր մեկնաբանել չեմ սիրում, չեմ մտնի այդ խոսույթի մեջ։ Ես կարծում եմ ամեն ինչ ավելի քան պարզ է եւ մեր քաղաքացիներն դա տեսնում են, զգում են։ Ինտուիցիան այստեղ շատ մեծ դերակատարություն ունի, որտեղ եթե դուք մտնեք բակ, ցանկացած բակ զրուցարան, այնտեղ մարդիկ առանց տիրապետելու թե այս պահին Վիտալի Բալասանյանը կամ Վարդան Ղուկասյանն ինչ են ասել, իրենք ընդհանուր առմամբ գնահատական շատ սթափ տալիս են։ Այս են ողջախոհությունն է, որը մեր քաղաքացիները ցուցաբերել են 2021 թվականի արտահերթ ընտրություններում։ Տեսեք այդ պահին որևէ բանակցային փաթեթ գաղտնազերծված չի եղել։ Նու մի քանիսը կհիշեք, երբ որ 13 թվականին հրապարակվեցին, բայց քաղաքացիների հետաքրքրություն դրանց նկատմամբ այդքան չէր, ինչքան հիմա է։ Եվ այդ ամբողջ փաթեթների գաղտնազերծման բացակայության պայմաններում մեր քաղաքացիները շատ սթափ են գնահատել իրավիճակը։ Եվ ես վստահ եմ, որ այս անգամ հունիսի 7-ին մենք նույն բանին ենք ականատես լինելու։ Մինչև ընտրությունների թեմային դեռ կհասցնենք անդրադառնալ, բայց Տիկին Ղազարյան, չեք կարծում, որ քաղաքական իշխող ուժը դուք այս դեպքում որոշակի մեղավորություն ունեք, որ նման հայտարարություններ կան։ Հիմա հիմնավոր եմ հարցս։ Տեսեք, 22 թվականին Երևանում անցկացվում է համաժողով, որը կազմակերպում է Հայկ Բաբուխանյանը եւ ելի մի շարք ինդիվիդներ, որտեղ հիմնական թեզը ելի միութենական պետության պարտադիր լինելն է Հայաստանի համար, որ Հայաստանը պետք է միանա Ռուսաստանի հետ եւ Բելարուսի հետ միութենական պետությանը։ Դրանից հետո որևէ արձագանք եւ հետևանք չեղավ։ Վարդան Ղուկասյանը դուք ասացիք արդեն նման հայտարարություն անում, դրանից հետո քրեական գործ է հարուցվում, հետո այդ քրեական գործը կարճվում է, հանվում է մեղադրանք որպես այդպեսին։ Այսինքն մոտավորապես այդպիսի ազդակներ են գնում, որ այսպես էլ էր կարելի, հա։
Չէ, տեսեք, այդտեղ շատ կարևոր է արձանագրել, որ հեղափոխությունից հետո իշխանությունների տաղանջատման սկզբունքը գործում է։ Եվ ի հիճուկս բողոքների, որ մենք բավարար կոշտ չենք, երբեմն տպավորություն է, որ քաղաքական ուժերին առաջարկում են վերազանցել իրենց լիազորությունները։ Հիմա ես որպես падգամավոր իմ կողմից արել եմ ամենը, այսինքն սահմանել եմ իրավապահ համակարգի համար օրենսդրական դաշտը։ Ես սահմանել եմ ինչ չի կարելի եւ ինչ կարելի է։ Ինչ որտեղ ավարտվում խոսքի ազատությունը եւ սկսում այն գործողությունները, որոնք քրեական օրենսգրքով արգելված են։ Այս առումով ես որևէ բողոք չեմ ընդունում, որովհետեւ կարծում եմ գործել եմ մաքսիմալ ժողովրդավար, գործել եմ եվրոպական սկզբունքներին համարժեք, ինչ եմ ասում եվրոպական սկզբունքներին, որովհետեւ չի կարող քաղաքացին, որը պահանջում է մեզանից էլ ավելի մեծ եվրոպական ինտեգրում, նաև ինչ որ ավտորիտար պահանջներ ձևակերպել, դրանք ճիշտ չեն եւ դրանց շուրջ պետք է անկեղծ խոսակցություն ունենք։ Թե իրավապահ համակարգը ոնց է կիրարկում մեր կողմից ընդունված օրենսդրությունը, մենք հնարավորություն ունենք տարին մի քանի անգամ հարցի կերպով քննարկել, եւ որ գլխավոր դատախազը ներկայացնում է հաղորդումը տարեկան, կարող ենք այս մասին իրեն հարցնել, բայց ես չեմ պատրաստվում իմ լիազորությունից դուրս մեկնաբանություններ անել, որը կարող է որևէ ձև մեկնաբանվել, որ ես հակաժողովրդավարական գործունեություն եմ ծավալում կամ փորձում եմ որևէ ճնշում գործադրել իրավապահ համակարգի վրա։ Ես կրկին անգամ իրավապահ համակարգին հորդորում եմ առաջնորդվել այն օրենսդրությամբ, որը քվեարկվել եւ ընդունվել է խորհրդանի կողմից։ Դրանից անդին որևէ մեկնաբանություն չեմ կարող ասել։ Իսկ քաղաքական առումով շատ էլ եմ ասում, շատ լավ է, որ մարդիկ բաց խոսում են, իրենց առաջարկը ներկայացնում են քաղաքացիներին։ Մեր պայքարը հեղափոխության օրերին եղել է այն, որ 5 տարվա ցիկլից հետո քաղաքական ուժերը իրենց առաջարկով հանդես գան, բայց առաջարկով եւ այդ առաջարկի հիմքով քաղաքացիները իրենց ընտրությունը կատարեն։ Շատ լավ, որ ընտրությունից 3 ամիս առաջ ուժերը վերադասավորվում են, ակնհայտորեն չեն թաքցնում իդեմս դաշնակ падգամավորներ, որոնք հայտարարում են, որ ակնհայտ է, որ 51% որևէ ընդդիմադիր ուժ չի հավաքելու, ուրախ են, որ ստապ վերջապես գնահատում են իրենց հնարավորությունը եւ փորձում են վերադասավորվել, բայց ինչքան էլ իրարից հետ չփորձեն դիստանցավորվել, նույն ժամանակ երկուսն էլ անում են իդեպ։ Համ դիստանցավորվում են, օրինակ Սերժ Սարգսյանի պրոտեժե Թաթոյանը հայտարարում է, որ Թաթոյանը Սերժի հետ փոխկապակցված չէ, Սերժեն փորձում են Իրանից դիստանցավորվել, բայց ակնհայտ է, որ այս ուժերը միավորվելու հակում ունեն։ Հիմա այսքան ինչ եմ պատմում նրա համար, որ ըստ էության այս ազատ խոսքի միջավայրում, որտեղ նրանք գործել չգիտեն, իրանք ազատ խոսքի հետ հարաբերվելու ձևը չգիտեն, մեր քաղաքացին ստանում է թափանցիկ քաղաքական դաշտի պատկեր։ Այդ դեպքում անհասկանալի է լինում Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը։ Չէ, բավական հասկանալի է։ Չէ, ես հասկանում եմ, որ ինքն էլ է նախքին, բայց Չէ, բավական հասկանալի բաց տեքստով ասում է, որ պաշտպանելու է Սամվել Կարապետյանի տեխնացությունը, այստեղ ամեն ինչ պարզ է, բոլորը իդեպ կարող եք ասել, որ անհասկանալի էր նաև Կտրիչ Ներսյանի պարագայում, բայց նույնն է, ակնհայտ է, որ ամբողջ դաշտը կոնսոլիդացվում է ավտորիտար մտածողության շուրջ եւ դրա կապակցությամբ կրկին քաղաքացիներին հորդորում եմ սթափ քաղաքական որոշում կայացնել։ Դե այս դեպքում ուրեմն քաղաքական գնահատական խնդրեմ ձեզնից։ Դա արվում է համոզմունքներից ելնելով, թե ճնշման այլ մեխանիզմների առկայության պարագայում։ Ըստ ձեզ։ Իհարկե կրկին ընկնում ենք գուշակությունների դաշտ, որը անշնորհակալ աշխատանք է ըստիս։ Բայց քաղաքական դաշտում դա նորմալ է։ Ես չեմ կարող ասել, ես կարող եմ դատողություններ անել օրինակ Գյումրի օրինակից, երբ որ մենք ունեինք Մարտուն Գալս Գրիգորյան, արդեն խառնեցի Գրիգորյան, падգամավոր, որը երբևէ ելույթով հանդես չի եկել, դրանով է պայմանավորված իրեն չհիշելը, եւ Վարդան Ղուկասյան, ովքեր դեմքով ճանաչում։ Այո, դեմքով իդենտիֆիկացնում եմ, այո, ցախ թևում նստած։ Եվ մենք ունեինք Վարդան Ղուկասյանի Մարտուն Գրիգորյանի օրինակը, ովքեր ակնհայտորեն ունեն ինչ որ անձնական խնդիրներ, հա, գյումրեցիներն ավելի լավ գիտեն ինչ որ պատմություններ կային եւ թվում էր թե ընդհանրապես միավորվելու 0 շանս կար, բայց ակնհայտորեն դրսից ուղղորդման արդյունքում իրենք քվեարկել են Վարդան Ղուկասյանի օգտին։ Կարող է սա լինել, կարող է նա լինել, կարող է համոզմունքներ կան, ես չգիտեմ։ Ես մի բան գիտեմ։ Շփվելով մեր խորհրդանական ընդդիմության հետ,
դրսից կլինի ուղղորդումը, ներսից կլինի ուղղորդումը, իրանք շահագրգռված են ամեն դեպքում այս ուղղորդմամբ։ Մի պարզ պատճառով այս մարդիկ խնդիր ունեն պաշտպանելու ապօրինի ծագում ունեցող իրենց գույքը։ Եվ ամենասկզբից այս խորհրդարանի իրենց առանցքային գործունեությունը դա օրենքը վիճարկել սահմանադրական դատարանում, փորձել ձգձգել եւ ամենն անել թոս փչել քաղաքացիների աչքերին իբր իրենց դարդերով հետաքրքրված են։ Շատ հետաքրքիր էր, որ հենց նույն ֆրակցիայից պատգամավորներից մեկը ամբիոններ մոտեցել իր մասին խոսելու, ասում էր ասեն ձևանում էր, վայ կներեք, ես ի մասին եմ խոսում, այս ամբիոնը դրա համար չէ։ Եվ նույն ժամանակ Լևոն Քոչարյանը իր ողջ խորհրդանական գործունեությունը ծավալել է իր անձի մասին խոսելով։ Իր առաջին հարցն ուղղված ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն էր վերաբերվել է իր գործին, իր ելույթները, իր գործին, իրեն իբր ծեծելու մասին եւ ուշագրավ էս մարդիկ ու իդեպ մեծ հաճախ օրինակ ընդդիմությունը մեղադրում է որ իբր SMS-ով մանդատներ ես ինչ դնել, բայց ուզում հիշեցնեմ որ Լևոն Քոչանին կալանքի ձևը փոխելու համար 5 պատգամավոր, որոնցից մեկը ընդ որում հայտարարել էր որ վերցնում է մանդատը, հրաժարվել էր, որպեսզի Լևոն Քոչարյանը գա խորհրդարան։ Ես հիմա այն չեմ ասում, անկախ նրանից իրենց մոտիվացիան որն է, զանգել են իրեն, ճնշել են, այս մարդիկ դա անում են որտեվ իրանք էլ իրանց անձնական մոտիվներ ունեն։ Այսինքն այստեղ էական չի մենք շահագրգռվածության կա շահագրգռվածություն, վստահաբար կա նաև ճնշում, օրինակ ոնց կարող է ճնշում չլիներ, եւ որ Կալուգայից Սամվել Կարապետյանը, որը մշտապես ներգրաված է եղել ռուսական տենդերների մեջ, այսինքն իր եկամուտի զգալի մասը եղել է տենդերներով, եւ իր կապիտալը կուտակել եւ պահում է Ռուսաստանում, գործի անկախ։ Ես օրինակ ուզում եմ մեր քաղաքացիներին ասես մի պահ պատկերացնեն, որ Կալուգայից Սամվելը, ով նույնիսկ որոշում չի կարող կայացնի իր հայտարարություններն անի թե չէ ինքնուրույն, պետք է ղեկավարի Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե ես բացառում եմ որևէ շանս։ Ես նույնիսկ կասկածի տակ եմ դնում իրանք կարողանան շեմը հաղթահարել թե չէ խորհրդարանում հայտնվելու համար, որտեվ ինչքան խոսում են, այդքան էլ է լավ, բայց մեր քաղաքացիներից մի պահ մտածեն, մարդ ով իր կապիտալը կուտակում է այլ երկրում։ Ու եկեք Ռուսաստան չթիրախավորենք, ցանկացած այլ երկրում, ով ունի Կիպրոսի քաղաքացիություն բիզնես շահերից ելնելով, ով ունի Հայաստանի քաղաքացիություն էլ բիզնես շահերից ելնելով, ում հիմնական կապիտալը Ռուսաստանում է։ Կարող է արդյոք անկախ կառավարի երկիրը։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը իր կապիտալի գերին է։ Ինքը իր ունեցվածքի գերին է։ Արդյոք մեզ գերեվարված ղեկավար է պետք։ Ես այդ հարցի պատասխան ունեմ։ Ենթադրում եմ հարցը ինձ չի ուղղված, մեր ռադիո լսողներն ու YouTube-յան եւ Facebook-յան հետևորդները կպատասխանեն կամ կփորձեն պատասխանել այդ հարցին, ես զերծ մնամ, հա։ Ես էլ իմ պատասխաններ ունեմ, բայց այսօր դրա օրը չի։ Հիմա տեսեք, այդ մարդիկ ասում են մենք կգանք խորհրդարան, մենք կհաղթենք խորհրդարանական ընտրություններում, մենք կփոխենք սահմանադրությունը եւ սահմանադրության փոխված տարբերակով Սամվել Կարապետյանը կկարողանա լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ես ճիշտ ասած, եթե լավ գնահատականների վրա գնանք, ես միշտ սովորաբար հակառակ process-ին եմ ականատես եղել գոնե քաղաքակիրթ երկրներում, որ սահմանադրությանը համապատասխանեցված է լինում այդ ամեն ինչը։ Առաջին անգամ էլ կգանք կփոխենք, որ հետո լինի։ Դե հիմա եկեք վերադառնանք այս հարցազրույցի առաջին հարցին Վիտալի Բալասանյանի հայտարարությունից, ինչով է տարբերվում այս հայտարարությունը։ Սահմանադրությունը հստակ ցենզեր է սահմանում վարչապետի համար։ Ինչի է դա անում, ինչի ասում, որ պետք է 4 տարին առնվազն մի երկրի քաղաքացի լինի, հա։ Սա էլ չէ, ինչ որ անվտանգային կոմպոնենտ պարունակող հարց։ Այսինքն ենթադրվում է, որ այս 4 տարին ինքը պետք է այդ միջավայրի, այդ պետության գիտակցության, անկախության, ինքնիշխանության, պետականության կարող է լինի։ Հիմա եկեք վերադառնանք, ինչով է տարբերվում Վարդան Ղուկասյանի, Սամվել Կարապետյանի եւ Վիտալի Բալասանյանի հայտարարությունները։ Դրանք ըստ էության անկախությունը նսեմացնող, ինքնիշխանությունը նսեմացնող հայտարարություններ են իրենց բնույթով։ Իսկ միգուցե դա նրանից է, որ քաղաքական գնահատական, ես իրավականի մասին չեմ խոսում, քաղաքական գնահատական մինչև այսօր չի տրվել այն փաստերին, դրանք փաստեր են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարը եղել է երկքաղաքացի, որ գլխավոր շտաբի պետը, որը հետո դարձավ պաշտպանության նախարար, եղել է երկքաղաքացի, ընդ որում երկքաղաքացիությունս նույն երկրի հետ է կապված։ Միգուցե դրանից է։
Մենք առհասարակ այս երկքաղաքացիության ինստիտուտի մասին կարող ենք խոսել եւ դրա նպատակահարմարությունը նոր սահմանադրության կոնտեքստում քննարկել, որովհետեւ այդ նույն մտավախությունը կարող է քվեարկողների իրավունքի ծիրում, հա, այսինքն մարդով այս միջավայրի կրողը չի, բնակություն չունի, բայց կարող եք այլ քննարկել։ Ընդհանրապես երկքաղաքացիության անհրաժեշտության մասին էլ կարող ենք խոսել։ Սա էլ կարևոր քաղաքական քննարկում կարող է լինել։ Ես այն դեպքերը, որ թվարկեցի, դրանք հակասահմանադրական։ Շատ լավ, դրանց կարող ենք անդրադառնալ, վերադառնալ։ Ազգային անվտանգության նախարարը բացի Հայաստանից ունի այլ երկրի քաղաքացիություն։ Նույնը պաշտպանության ղեկավարի մասին նույնիսկ մենքի կրողների չկան հիշում։ Առհասարակ ես Ռուսաստանի պարագայում դուք գիտեք, որ Ռուսաստանը չի ճանաչում երկքաղաքացիության ինստիտուտ եւ այդ պարագայում անձը հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից, գնում ստանում է Ռուսաստանի քաղաքացիություն, վերադառնում։ Կարող ենք քննարկել առհասարակ Հայաստանի քաղաքացիությունից մեկ անգամ հրաժարված անձը առհասարակ կարող է հավակնություն ունենալ Հայաստան որևէ ղեկավար պաշտոնի, նաև падգամավորի, որտեղ պետք է չի թերագնահատել падգամավորի դերը, որովհետև բոլոր փողոցային պայքարները հետ հեղափոխական շրջանում մի նպատակ էին հետապնդում փողոցի միջոցով քաղաքացիական պայմանագրից տանել падգամավորների, բայց ականատես եղանք նրա, որ նոսրացան շարքերը ընդդիմության։ Հիմա քանի որ ընտրությունների մասին ենք ըստ էության սկսել խոսել, տեսեք, ես ճիշտ եմ հասկացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ձեր շրջագայության մարզային նկատի ունեմ շրջագայության վերադառնալու ժամանակ ասաց, որ մեծամասնություն ձևավորելը չէ նպատակը սահմանադրական մեծամասնության ձևավորումն է։ Սահմանադրական մեծամասնություն ուզում եք ձևավորել, որպեսզի փոխվի Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրություն, ճիշտ է։ Նախ մենք սահմանադրության փոփոխության մասին խոսել ենք 20 թվականի փետրվարից։ Մինչ պատերազմ ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որտեղ թերևս սա շատ է շահարկվում, վարչապետը, եթե չեմ սխալվում, հենց Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասում են, որ սահմանադրության փոփոխությունների կոնտեքստում փոփոխություններն այնքան շատ են, որ միգուցե առաջանա նոր սահմանադրության հարց։ Կհիշեք, որ ես երկու գումարումների падգամավոր եմ, մենք նախորդ գումարումից ցերևս ունեինք աշխատանքային խումբ, որը զբաղվում էր սահմանադրության փոփոխությամբ հարցերով եւ այդ աշխատանքը շարունակվում է Սրբույի Գալյանը որպես արդարադատության նախարար հիմա այն ամփոփելու է եւ ակնհայտ է որ սա մեր օրակարգերից մեկն է այո եւ դրա համար դուք գիտեք որ նախագիծը պետք է քվեարկվի եւ ուղարկվի հանրաքվեի խորհրդարանի կողմից քվեարկության արդյունքով եւ ակնհայտ է որ դրա համար մեզ պետք է արդյոք սա հնարավոր է միանշանակ այո որովհետև հենց այդ մարզային շրջայցերի արդյունքում մենք կարող ենք հաստատել, որ քաղաքացիների ոչ միայն լայն զանգվածի շատերի աջակցությունն է զգում, այ միակ քաղաքական ուժն է այս պահին, ով ունի հստակ առաջարկ քաղաքացիներին։ Առաջարկ, որը ամփոփվում է խաղաղությամբ եւ ապրելու գաղափարով։ Մնացած բոլորն առաջարկում են մեր քաղաքացիներին մահ ու պատերազմ։ Առաջարկում են մահ քաղաքացիներին, իշխանություն իրենց։ Խիստ կասկածում եմ, որ նման քաղաքական ուժը կարող է ունենալ որևէ քաղաքացու աջակցություն։ Եվ այդ մասին, որպեսզի ավելի փաստահեն լինի հիմա մեր զրույցը, IRA-ի հարցումները փաստում են։ Գործող խորհրդանական ընդդիմությունը ընտրությունների մասնակցելով նկատի ունեմ 21 լոզունգով միջև քոքը մեզ մաշեցնելու մաշեցրել են իրենց եւ այս մասին նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին ոդքասթը դա հարցազրույց էր ճիրեմ ինչպես անվանել խոսում է ինքը ճիշտ ասած այդ մասը կտրված տեսա շատ զվարճալի էր որ իրենք էլ են գիտակցում եւ այս ամենը գալիս է նրանից որ ինքը մոտավորապես այսպես է ձևակերպել որ ճիշտ է իրենք իրենց հաշվին բայց մինչև քոքը մաշացրել են փողոցային պայքարով ձեր իշխանությունը Ահա, չէ, այդպես չի միանշանակ եւ այստեղ մի ամենակարևոր բանը կա, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը գիտի, որ դեռ իր կառավարման օրերի մեթոդներով կարող է ղեկավարել երկիրը, դա սուտն է, վախն է։ Վախը Ռոբերտ Քոչարյանի հիմնական գործիքն է եղել։ Եվ իրենք փորձել են մի քանի անգամ փողոց գեներացնել, վախը կապիտալիզացնելով, քաղաքական գործիք էին դարձրել։ Կհիշեք ոսկեպարի եկեղեցու պատմությունը։ Այդ ամենաուժեղ պատմությունը մենք էլ այս վերջերս ոսկեպարում էինք եւ ուշագրավել ոչ միայն այն փաստը, որ ոսկեպարի եկեղեցին այնտեղ էր իր տեղում, այդ թաղամաս էր կառուցվել ոսկեպարի գյուղի մոտ։ Սա ֆիասկոն է ընդդիմության։ Այնքան քաղաքացին չի հավատացել իրենց,
որ ներդրել է իր կյանքը, ժամանակը, գումարը եւ կառուցել է տուն ոսկեպարի եկեղեցու անմիջապես կողքը։ Ոսկեպարից վերջերս թվերին եմ 56 տուն ոսկեպարում, Բաղանիսում 59։ Էս ինչի մասին է խոսում։ Այլ մաշեցված անդիմության մասին։ Խոսույթը զրոյական, առաջարկը զրոյական, ռեյտինգը զրոյական, ասում ձեզ, եթե Ռոբերտ Քոչարյանը դաշնակցության հետ կոալիցիայով գնա, շեմը չեն հաղթահարելու, 3% է իրենց ռեյտինգը։ Եվ սա ինչի արդյունք է, չես կարա երկիր ընդդիմություն լինելով մարդկանց այսենց սուտ մատուցելով փորձես ինչ որ ռեյտինգ կուտակել։ Հիմա քանի որ սահմանադրական մեծամասնության մասին խոսք գնաց, եթե չհաջողվի ձևավորել սահմանադրական մեծամասնություն, չգիտեմ, թվերը փոխվեն, հիմա սոցիոլոգիան իր ժանրի կանոններն ունի, ընտրությունները ուրիշ տրամաբանություն ունեն։ Ինչ եք անել այդ դեպքում, հրաժարվելու եք սահմանադրության փոփոխության գաղափարից։ Վստահ եմ, որ թվերը փոխվել են ի օգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Մեր գործունեությունը գնահատվում է, մենք ամեն օր անելու ենք ավելին, մենք անում ենք ավելին եւ մեր քաղաքացին դա տեսնում ու զգում է։ Ես նման սցենար նույնիսկ քննարկել չեմ ուզում։ Լավ։ Խոսեցիք խաղաղության մասին, որ իշխանության մնալով դուք կապահովեք խաղաղություն։ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարությունների ժամանակ ձեր հետ այնքան էլ համամիտ չի, այն իմաստով, որ ասում է, որ այն կախված է ամեն ինչ այնտեղ սահմանադրական գործընթացներից, այսինքն սահմանադրությունը կփոխվի, կստորագրվի խաղաղության պայմանագիր։ Չի փոխվի, չի ստորագրվի։ Մենք Ադրբեջանի բարձրագույն իշխանության հետ խոսել ենք քանիցս, մեր սահմանադրությունը չի պարունակում որևէ կետ, որը որևէ ձև տարածքային պահանջ կարող է նկարագրվել Հայաստանի կողմից, պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս մասով փոփոխության ենթակա չէ։ Ես առաջարկում եմ առհասարակ սահմանադրության օրակարգում չբերել որևէ երրորդ կողմ եւ մասնակից դրանց դարձնել, որպես հանրություն մենք կշահենք, եթե կարողանանք ինքներս մեր մայր օրենքի մասին խոսակցությունից դուրս թողնել բոլորին։ Սա հանրության առողջացման էլի կարևոր դրվագ է, այո, փորձելու են այլ պետություններ, այլ դերակատարներին մեր ներքին խոսակցության մաս դարձնել, բայց մայր օրենքը պետք է լեգիտիմ ընդունվի մեր քաղաքացիների կողմից քվեարկության արդյունքում եւ ել եմ ասում, եթե նույնիսկ որևէ ձև նման կասկած պարունակում է Ադրբեջանը, այդ հարցը ամբողջությամբ հասցեագրվել է խաղաղության պայմանագրով։ Բայց ուզում եմ ասել, որ խաղաղությունը արդեն կա, որովհետեւ ավելի մեծ երաշխիք խաղաղության, քան ֆինանսական հոսքերն են, ես չգիտեմ։ Ես չեմ ընդունում ընդդիմության այն դիրքորոշումը, որ մեզ երաշխավոր է հարկավոր, որովհետև մենք գիտենք խաղաղության տարբեր գործընթացներ, որտեղ արկա են եղել երաշխավորներ, որոնք իրանք են խախտել։ Ես ուզում եմ նաև մեր քաղաքացիներին հիշեցնել նոյեմբերի 9-ի Եռակոմ փաստաթուղթը, որը ըստ էության պարունակում էր երրորդ կողմ եւ այն ամբողջությամբ խախտվել էր։ Մեր խաղաղությունը հիմնված է փոխշահավետության վրա եւ այն որքան շահավետ է Հայաստանի համար, այն նույնքան շահավետ է Ադրբեջանի համար։ Եվ որևէ իմաստ չկա այդ խաղաղությունը խաթարելու։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում տրամաբանությունը հետեւյալն է, որքան խաղացողներ մենք կարողանանք ընդգրկել այս համատեղ պրոյեկտներում, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն եւ ինչու՞ չէ նաեւ կենտրոնական Ասիայի երկրներ, միգուցե ինչ որ մի բանի նաեւ Չինաստան, Հնդկաստան, այնքան ավելի ապահով կլինի տարածաշրջանը, այսինքն կխուսափեն լուրջ ցնցումներից, հա։ Դե եթե կհիշեք, որ խաղաղության խաչմերուկ նախագիծը, որ կառավարության գաղափարներ եւ մենք այսպես անհոգնել իրեն տարածում ենք բոլոր ֆորմատներում, մի պահ նույնիսկ ընդդիմությունն ասում են, այդ թղթիկով գնում ելույթներ եք ունենում, ինքը միսո արյուն ստացավ Միացյալ Նահանգներում, TRIP նախագծի անվան ներքո, եւ ըստ էության այո, մեր հենց ամբողջ տրամաբանությունն այն էր դառնալ կապուղի, շատ կարևոր կապուղի, եւ ես կարծում եմ, որ այո, հենց այդ տնտեսական հոսքերը ու դուք ասում եք եթե մի օր, բայց ես գիտեմ, որ կա այդ հետաքրքրությունը վարչապետը հայտնել էր կհիշեք, որ կարճ զրույցեր ունեցել Չինաստանի ղեկավարի հետ փոխանցել իրեն, դուք գիտեք Հնդկաստանի հետաքրքրությունը այստեղ նույնպես կա եւ առհասարակ տարածաշրջանում տեղի ունեցող այս զարգացումների օրոք մենք տեսնում ենք նաեւ օդային տարածքում ինչ վերադասավորումներ են տեղի ունենում եւ նույն այդ TRIP-ը եթե շատ գրոտեսկ ասեմ, ցամաքից
բարձրացել է օդ, եւ մենք տեսնում ենք, թե մեր տարածաշրջանը, որը միշտ մեզ ներարկել են, որ վայ, ինչ վատ տեղ եք ապրում, վայ, ինչ վատ դիրքավորում է, ինչ հարևանություն, ինքը ասենց 180 աստիճան շիֆտ է եղել եւ մենք տեսնում ենք, որ խնդիրը այստեղ էր մեր գլխում։ Ինչպես մենք կարողանանք մեր միջավայրը օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Հիմա տեսեք, երբ մենք խոսում ենք վերադասավորումների մասին տարածաշրջանում, այդ այնքան էլ մենք դրա հետ կապ չունենք, հաշվի առնելով Իրանում ինչ է տեղի ունենում։ Հիմա այդ համապատկերում Իրանի հետ կապված հարց չեմ տալու։ Էլի մնալու եմ նեղ տարածաշրջանային խնդիրների մեջ։ Տեսեք, Կիրակի օրը, եթե չեմ սխալվում, հանրային հեռուստաընկերության եթերում քննարկման ժամանակ ձեր գործընկերները նաև տարբերակ էին ասել, որ Հայաստանը կարող է դիտարկել հնարավորություն, որ եթե Իրանում պատերազմը շարունակվում է եւ ցամաքային կապը ընդհատված է, ասենք Ադրբեջանի եւ Իրանի միջեւ, այսօր բացեցին, հա, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, որպես բարի կամքի դրսևորում Հայաստանը կարող է Ադրբեջանին առաջարկել ցամաքային ճանապարհները Նախիջևանի հետ ուղիղ կապի համար։ Սա բնականաբար միանգամից բերեց այս արձագանքի եւ ձեզ մեղադրեցին նրա համար, որ այն ինչը անգին է, դուք ուզում եք տալ ձրի։ Այսինքն նույնիսկ բարի կամքը պետք է գին ունենա։ Այսինքն բարի կամքի ես եմ դրսևորում, դու էլ բարի եղիր դուրս արի ներքին հանդից, օրինակ։ Բարի եղի դուրս արի ջերմուկից։ Ովքեր են եղել, ես չեմ հասցրել նայել այդ։ Ես էլ այդպես հպանցիկ եմ, ուղղակի տեքստային տարբերակ ունեմ։ Նախ եկեք բոլոր խնդիրները մի զամբյուղի մեջ չդնենք։ Ադրբեջանի զինված ուժերը դուրս են գալու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից եւ դրա համար կա կարևոր գործընթաց, դա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն է եւ դե յուրե նրանք համաձայնել են դուրս գալ, որովհետեւ երբ որ մենք աշխատակարգը համաձայնեցրել ենք, ասել ենք, որ հիմքում Ալմատի հռչակագիրն է լինելու, հիշեցնենք հերթական անգամ մեր քաղաքացիներին, որ Ալմատի հռչակագիրը ասում է, որ խորհրդային պետությունների ադմինիստրատիվ սահմանները վերածվում են պետական սահմանի։ Եվ ըստ էության դա հաստատվել է եւ ի հեճուկս այն մտավախության, որ փակագծում գրած էր, եթե ավելի բարձր կարգավիճակ ունեցող փաստաթուղթ տալ բան չի նախատեսում, այսինքն խաղաղության պայմանագիրը կգործի սա է, խաղաղության պայմանագիրը բնականաբար այլ կարգավորում չի նախատեսել, այսինքն Ալմատի հռչակագիրը հիմք է թե խաղաղության պայմանագրի, խաղաղության հռչակագրի, թրիփ նախագծի եւ այլն։ Այսինքն սա մի այլ գործընթաց է։ Ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհի, բնականաբար գիտեք, որ այսօր արդեն Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունը հայտարարությամբ հանդես եկավ, բայց մյուս կողմից էլ մենք միշտ ասել ենք, որ մենք պատրաստ ենք օր առաջ ապաշրջափակել մեր բոլոր ենթակառուցվածքները երկու հարևանների համար էլ, այսինքն Թուրքիայի համար գիտեք, որ բաց է, պատրաստ ենք, այսինքն թուրքական կողմի արձագանքին ենք սպասում եւ Ադրբեջանի պարագայում։ Մենք Թուրքիայի սահման չենք էլ փակել։ Երբեք չենք փակել, այո։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից գործողությունները, ուզում եմ նկատեք, որ առաջինը Ադրբեջանն է իր տարածքով թույլ տվել, որ որպես տարանցիկ պետություն պարենային անվտանգության տեսակետից կարևորագույն ցորենը գա, կհիշեք, որ Ղազախականը միջև կգար կհասներ ռուսականն արդեն եկավ, քիչ առաջ որ ես գալիս էի ռադիոյով լսեցի, որ երկրորդ, գուցե երրորդն է արդեն բաց եմ թողել, երրորդ, չէ՞։ Երրորդ խումբն է գալիս, 7 վագոն ասեցին, այսինքն Ադրբեջանը իր տարածքով թույլ է տալիս եւ սա արդեն լավ ազդակ է, սա նաեւ խոսում է նրա մասին, որ այս ապաշրջափակման նկատմամբ հետաքրքրություն ոչ միայն ղազախական է, նաեւ ռուսական, որտեղ ստեղ էլ էին ուզում, այսինչ եմ շեշտում, հակադրություն էին դնում, թե որտեղով կգա, ինչա կգա եւ այլն, սա խաղաղություն է։ Խաղաղությունը այստեղ է եւ հիմա պարզապես պետք է գնահատել ձեռքբերումները եւ հասկանալ, որ այն երաշխավորված չէ, որովհետեւ կան քաղաքական ուժեր, ովքեր ուզում են վայից լինել մեր խաղաղությանը եւ սա հստակ է։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր ինձ զրուցակիցներ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։